Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով եւ այս հրաշալի օրը նորից միասին ենք եւ Աստծո խոսքի շուրջ։ Գիտեք, Աստծո խոսքը, երբ որ սերտում ենք, դա ինքնանպատակ չի, դա լուրջ ծրագիր է, դա լուրջ գործողություն է անում մեր կյանքում եւ մեզ սովորեցնում է Աստծո ծածուկ ծրագրերը, այսպես ասած, ծածուկ իմաստությունը եւ երանի են մարդուն, ով որ հետաքրքրված է, ով որ վարժվում է դրա մեջ, որովհետեւ մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց Աստված պաշտությունը, որ իր մեջ ներառում է նաեւ Աստծո ծածուկ իմաստությունը ճանաչելու հատկանիշը մարդու մեջ, այդ դա ամենակարևորն է։ Իսկ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը Մարսելից։ Շատ շնորհակալ ենք Հովհաննես եղբայր, որ միացավ մեզ եւ ուրախ ենք շատ եւ իրոք շնորհակալ ենք։ Եվ այսօրվա թեմայի շուրջ էլ շատ կարևոր վերնագիր ունի Աստծո ծածուկ իմաստությունը։ Ինչի մասն է խոսքը։ Շնորհակալ եմ եղբայրս, բարևում եմ բոլոր մեր ունկնդիրներին եւ այո, իմ զարմանքը ուզում եմ հայտնել միևնույն ժամանակ այս թեմայի շուրջ, քանի որ հայտնաբերեցի, որ այնքան շատ է խոսվում այս մասին, թե հին ուխտում եւ թե նոր ուխտում առաքյալների կողմից ուղղակի բաղձալի ցանկալի մի բան է, որ առաքյալները ուզում են, որ հավատացյալները, Աստծո զավակները շոշափեն այս ծածուկ իմաստությունը, դա ունենան եւ նաեւ իհարկե դրա հետևանքը, որ արդեն գործնական ձևով այդ իմաստությունը մարդու համար դառնում է վարք կյանքի ուրեմն ձև շատ զարմանալի է եւ ուզեցա որ այս մասին կիսվեմ ձեզ հետ խոսենք շատ տեղեր պիտի ընթերցենք Սուրբ Գրքից որ մեր որովհետեւ ինչպես տեսնում եք թեման այնպիսի թեմա է որ դժվար կլինի հանձնառնել Աստծո ծածուկ իմաստությունը ներկայացնել 45 րոպեում ուրեմն, բայց ամեն դեպքում ես ուզում եմ այսօր որ տեսնենք դրա կարևորությունը, թե Սուրբ Գիրքը ինչ կարևորություն է տալիս այս Աստծո ծածուկ իմաստությանը եւ որքան է շեշտավորվում դրա անհրաժեշտությունը հավատացյալների համար եւ նրանց կյանքում։ Սա է լինելու հիմնական ուրեմն նյութը։ Այդ պատճառով, եթե հարմար է, սկսենք։ Այո, սիրով։ Շատ լավ։ Ուրեմն մեր մեկնարկի համարը կարդանք Առաջի Կորինթացիս 2:7, որը ասում է. այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով, այսինքն գաղտնիքով, գաղտնախորհուրդ բան է, եւ ծածուկ է, եւ գաղտնիք է։ Տեսնում եք կարևորության աստիճան։ Ուրեմն, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար։ Նկատի ունի Քրիստոսին, իհարկե։ Որտեղ եթե վերևից կարդանք, խոսվում է ուրիշ բան չեմ ուզում ձեր մեջ գիտենալ, հապա Քրիստոս այնա աչի ելած, ուրեմն խոսքը նրա մասին է։ Մասնավորապես խաչյալ Քրիստոսի մասին է, տեսնում ես, խաչի քարոզչության մասին է, որի մեջ է այդ ծածուկ եւ գաղտնի Աստծո իմաստությունը, ուրեմն հավիտենից առաջ սահմանված։ Երբ որ կարդում ես սա, ուղղակի չգիտես արդեն ինչ ես զգում, այսինքն այդ մեծության կամ այս խոսքերի կշիռը մեզ ուր է տանում, հասկանում եք։ Եվ առաքյալը այս մասին խոսում է եւ հետո կտեսնենք, որ սա ոչ միայն ուրեմն այս իմաստությունը ոչ միայն անհրաժեշտ է, որ հայտնվի
հավատացյալներին անհատապես թե խմբակով, այսինքն եկեղեցու համար միևնույն ժամանակ բանից վարվում է, սա անհրաժեշտ է նաև, որ եկեղեցու միջոցով հրեշտակներին հայտնվի այս իմաստությունը։ Նրանք էլ են կարիք զգում, պատկերացնում եք, Աստծո այս իմաստությունը հասկանալու, իմանալու։ Հիմա ես դա էլ կարդամ ու տեսեք, թե ինչքան զարմանալի է այս ծածուկ իմաստության վերաբերյալ խնդիրը։ Ուրեմն Եփեսացիս 3-րդ գլխի մեջ, ուրեմն եկեք առաջի համարից կարդանք, որ տեսնենք, թե ինչու՞ն է իրապես խոսքը։ Ուրեմն առաքյալը այս է ասում. «Սրա համար ես, Պողոսս, Հիսուս Քրիստոսի կապվածս ձեզ հեթանոսներիդ համար, անշուշտ դուք լսած եք Աստծո շնորհքի այն տնտեսությունը, որ ինձ տրված է ձեզ համար, որ հայտնությունով ցույց տրվեցավ ինձ այն խորհուրդը, գաղտնիքը, ինչպես առաջուց կարճառոտ գրեցի ձեզ, որ կարող լինեք կարդալ եւ իմանալ իմ տեղեկությունը, որ Քրիստոսի խորհրդի համար է, որ ուրիշ դարերում մարդկանց զավակներին ցույց չտրվեցավ, ինչպես հիմա իր սուրբ առաքյալներին եւ մարգարեներին հայտնվեցավ հոգով, այսինքն անհրաժեշտ էր Քրիստոսի հարությունը եւ հետո Սուրբ Հոգու գալը, որ սա հայտնվեր, առաջուց չէր կարելի, որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են եւ Քրիստոսումը խոստմունքի մասնակի ավետարանով, որի ես սպասավորը եղա Աստծո շնորհքի պարգևի պես, որ տրվեցավ ինձ նրա զորության ներգործելու պես, ինձ ամեն սուրբերի հետինիս, տրվեցավ այս շնորհքը, որ հեթանոսների մեջ ավետարանեմ Քրիստոսի անքննելի հարստությունը, եւ ամենին լուսավորեմ, թե ինչ է այն խորհրդի տնտեսությունը, որ հավիտյաններից հետ է ծածկված էր Աստծո մոտ, որ ամեն բան ստեղծեց Հիսուս Քրիստոսով, որ հիմա իշխանություններին եւ պետություններին երկնավորներումը եկեղեցու ձեռքովը հայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը, նորից կարդամ սա, որ երկնավորներումը, այդ դասակարգը, պետություններ, իշխանություններ, որ կան երկնավորներումը, ամբողջ այդ հրեշտակային դասակարգը, եկեղեցու ձեռքովը հայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը, այն հավիտենական առաջադրության պես, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքովը արավ։ Տեսնում ես։ Ես ասում եմ, երբ որ ոնց ասեմ, յուրօրինակ բան ես զգում, նայած ինչ ձևով է մարդը կարդում Աստվածաշունչը։ Այո, միանշանակ։ Այսինքն ոչ թե կարդալու համար, որից եզրակացնում ենք, որ այդ մարդը կարդալ գիտի, ուրիշ ոչինչ, այլ կարդալ, որպեսզի հանդիպել նրա մեջ եղող այն հոգուն, որտեղ այնտեղ ոչ միայն հոգի, այդ հոգին էլ ձայն ունի, ձայն կա, գրվածքի մեջ ձայն կա, այդ ձայնը լսել է պետք, այդ ձայնը լսվում է սրտով, սա է զարմանալին, եւ երբ որ այս ձևով ես կարդում, ուղղակի ամբողջ էությունդ լցվում է մի խորհուրդով, այո, մի գաղտնիքով, որը ինքն է, նրա մեծությունն է զգում, նրա այդ ամբողջական բնությունը, որ սեր է, որ լույս է, որ հոգի է, ոնց որ
կենտանայի ձևով սրտիդ մեջ ապրում ես եւ բնականաբար եթե սեր կա փաթաթվում ես նրան հանձնվում ես նրան տեսնելով նրա այդ էությունը որ քո հայրն է քո հոգիների հայրն է եւ ես կարծում եմ որ այդտեղից է բխելու նրա իմաստության հանձնումը հայտնվելը մեզ եւ այս պատասխանատվությունը զգացի որ բանից պարզվում է որ այդ իմաստությունը բազմակողմանի բազմակերպ իմաստությունը անգամ հրեշտակներին է հետաքրքրում բայց նրանց հասանելի պիտի դառնա եկեղեցու ձեռքով ուրեմն այդ բազմապիսի իմաստությունը արտահայտվելու է իրենց համար եկեղեցու միջոցով այլ կերպ ասած ավելի պարզ սպասում են բան պետք է հայտնվի իրենց համար ոնց որ թե այնքան կարևոր մի բան է իրենց համար որ տեսնեն թե հետո ինչ պիտի լինի իրանց հետ կախված է իրենց հետագա ինչ որտեղ միջև հիմա ասենք գիտեն իրենք ծառայողական հոգի են կատարողական եւ Աստված ինչ որ ասում է նրանք անում են նրա ասացի պես եւ այլն բայց հետո երբ որ այս եկեղեցին կազմավորվեց իրենց ինչ է լինելու հետագայում եւ իրենք ուզում են Աստծո այդ բազմակող իմաստությունը իմանալ այս կողմից մյուս կողմից եւ սա կատարվում է այս եկեղեցու միջոցով չեմ կարողանում անգամ բացատրել թե ինչ եմ զգում այսինքն եկեղեցին միայն են պարզամտորեն ասենք ինչ ասեմ ինչ որ տեղ այնք կառուցել անունը դրել եկեղեցի գնում ենք գալիս ենք եւ սա չի հասկանում եք ոչ էլ այն ինչ որ մենք երբեմն գիտակցում ենք այս եկեղեցի ասածը Աստծո բազմիմաստ ծածուկ իմաստության բացահայտումն է իր մեջ պարունակում ոչ միայն մեզ համար որ իմանանք, հապա անգամ ամբողջ երկնային իշխանությունների, պետությունների, հրեշտակների համար, որ սպասում են, երբ միտեղ էլ գրված է, որ ուզում են տեսնել, մի հատ տեսնել, սա ինչ է վերջապես, հասկանում եք, որտեղ իրենք բոլորին ուրիշ բնույթ ունեն հրեշտակները Իսկ ինչ վերաբերում է եկեղեցի, հարս, փեսա եւ այլ այս տեսակ բաներին համար իրանք զարմանում են եւ իրենց անհրաժեշտ է որ տեսնեն ինչ է լինելու ըստ որում այդ ակնկալությունը իրենց մոտ միայն ուրախություն է որովհետեւ մենք գիտենք որ այդ երկինքները, ասերեշտակները ուրախանում են մեկ հոգու փրկությունով Այդ ուրախությունը ոչ միայն նրա համար է, որ այ լավ է փրկվեց, այսինքն մեկն էլ փրկվեց, ոչ, ուրախանում են նաև, որ այդ մեկի փրկությունով, մյուսի փրկությունով, Աստծո բազմապատիկ իմաստությունը իրենց պիտի հայտնվի։ Ամեն։ Սրա համար են ուրախանում, երբ պիտի հայտնվի։ Հասկանում եք, ահա ինչ զարմանալի բան, ուրեմն ես բացահայտեցի այստեղ եւ կարդում ենք այդպես էլ կա, տեսնում եք, ուրեմն և այն հայտնի մեզ մի քանի անգամ մենք դա կարդացել ենք Հռոմայեցիս ուրեմն 11-րդ գլխի 33 համարը, որ առաքյալը այդ բազմիմաստ ծածուկ իմաստությունը ասում է եւ ինքն էլ չի կարողանում խորապես հասկանալ, դուք հիշում եք դա, որ 32-ում ասում է, որովհետև Աստված ամենին անհավատության մեջ արգելեց կամ պարփակեց, որ ամենին ողորմի։ Սա առաքյալը ձեռքերը վեր է բարձրացնում, ասում է, ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորությունը Ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա ճանապարհները
որովհետև ով գիտած Տերոջը միտքը կամ ով եղավ նրան խորհրդակից, կամ ով նրան առաջուց մի բան տվա, որ նրա հատուցումն առնե նրանից, որովհետև նրանից եւ նրանով եւ դեպի նա է ամեն բան, նրան փառք հավիտյանս ամեն։ Ամեն։ Մենք տեսնում ենք առաքյալի թեկուս ինքը չի ըմբռնում, թե ինչի համար է այսպես, ինչի պետք է նախ անհավատության մեջ մտցնել, որ հետո ողորմի։ Չի ըմբռնում։ Շատ դժվար է հասկանալ։ Եթե խորը մտածենք, կզարմանանք, թե Աստված ինչու հենց այդպես։ Բայց առաքյալը մի բան է հասկանում, որ ամեն ինչ իրենից է, իրենով եւ դեպի ինքը, եւ քանի որ այդպես է, փառք է տալիս իրեն, այսինքն ինքը անգամ եթե չի հասկանում, ոնց որ ես հաճախ ասում եմ, հրճվում է։ Փառք է տալիս Աստծո մի բանի համար, որ չի հասկանում, որովհետև դրա մեջ թաքնվում է Աստծո բազմակողմանի բանը, Իմաստությունը, այո։ հատուկ իմաստությունը, թեև չի իմանում, բայց փառք է տալիս։ Ուստի սա երևում է այդ Աստծո իմաստության խորը գաղտնիքի այդ կարևորությունը, որ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է։ Նաև Առաջի Կորինթացիս ուրեմն առաջի գլխի 30 համարում մեզ ասում է, որ տեսեք, եւ դուք ասում է նրանից եք, Հիսուս Քրիստոսումը, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է, նա որ բարձենում է, թող Տերովը բարձենա։ Նա եղավ մեզ համար իմաստություն։ Ուրեմն տեսնում եք ամեն դեպքում շեշտը եւ ընդգծումը, այսպես ասած, գնում են նրա վրա, նրանում, անպայման նրանում, նրանով, այնտեղ է այդ իմաստությունը, այդ ծածուկ իմաստությունը, նրա մեջ, ստեղից ենք տեսնում այդ կարևորությունը նրա մեջ լինելու և նայել մեր մեջ, տեսնում եք, սա ծաղկում է արդեն, թեման ծաղկում է, դու կարող ես, ասենք, այստեղ վերցնել սա եւ շարունակել, վերցնել մյուս եւ շարունակել, բայց սա է բազմակողմանի իմաստությունը, դրա համար էլ չի վերջանում Աստվածաշնչի, Աստծո խոսքի քարոզչությունը վերջ չունի, որտեղ բազմակողմանի իմաստության ծածուկ խորհրդով բացահայտումն է, չի բացահայտվում ու վերջանա, ասես, արդեն վերջացանք, հասկացանք, արդեն կարող ենք այս գիրքը փակել, պարզ է, այդպես չի։ Հովհաննես ասում է դայր մեջ, չէ, Հիսուսը ասում է դայր մեջ հավիտենություն ունի, ճանաչել Աստծուն նույն իմաստ ունի, ինչ որ ճանաչել նրա իմաստությունը, եւ դա է հավիտենությունը, այդ մտքով։ Ճանաչել նրան, այո, եւ Հիմա կարդանք Եփեսացիս ուրեմն առաջի գլխի 15 համարից։ Տեսեք ինչ է ասում առաքյալը։ Նրա համար ես էլ լսելով ձեր հավատքը, որ ունիք Տեր Հիսուսի վրա եւ ձեր սերը դեպի ամեն սուրբերը, չեմ դադարում ձեր համար գոհություն տալուց, ձեզ իմ աղոթքներումը հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունովը։ Առաքյալը իմանում է սերը նրանց եւ հավատքը նրանց եւ այլն, ուրախանում է, բայց չի դադարում աղոթելուց մեկ բանի համար։ Նշանակում է կարևոր է սա, չէ՞։ Թեև նրանք ունեն հավատք, ունեն սեր եւ այլն ունեն, բայց կարևոր է համարում եւ չի դադարում աղոթելուց, գոհություն հայտնելուց նրանց համար եւ աղոթներում հիշելով մեկ բան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը փառքի հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունովը։
որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով, սրտերի աչքերը, ուշադրություն դարձրեք, գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը և ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերումը, այսինքն Աստծո համար առանձնացվածներումը, եկեղեցում։ Հիշեք, որ սա շատ կարևոր է, որովհետև հրեշտակների համար էլ է կարևոր, սպասում են։ Եվ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողությանը պես, որ Քրիստոսումը գործադրեց նրան մեռելների միջից հարուցանելով և իր աջ կողմը նստեցրեց երկնավորներումը։ Սա նշանակում է, որ հարուցյալ զորությունով է տեղի ունենում։ Ամեն իշխանությունից և պետությունից և զորությունից և տերություններից վեր և ամեն անունից վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհումը, այլ և այն հանդերձյալումը, ոչ միայն աստեղի համար է այս ամեն ինչը, այլ եկեղեցու միջոցով ընդեղ էլ հանդերձյալներումը պետք է բան հայտնվի։ Եվ ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ և նրան գլուխ դրավ եկեղեցուն բոլոր բաների վրա, որ է նրա մարմինը այն լրումը, որ ամենը ամենի մեջ լրացնում է։ Դուք տեսնում եք եկեղեցու դերը։ Եկեղեցու դերը ոչ թե այս երկրի վրա, սա էլ կա, որի վրա մենք շատ ենք կենտրոնանում անընդհատ, բայց եկեղեցին դեր ունի նաև երկնավորների համար։ Մեծ դեր ունի։ Հովանես եղբայր, կներես մի հատ միտք եմ ուզում արտահայտեմ։ Տեսեք, շատ քրիստոնյաների կյանքում, շատ քրիստոնյաների մեջ, իդեպ իմ մեջ էլ է եղել այդ գիտակցություն, ոնց ասեմ, իմացականությունն իմաստով, որ մեզ թվում է երբեմն կամ այսպես ասեմ, բավարարվում ենք փրկության գաղափարով։ Փրկված եմ, շատ լավ է, բայց մենք ստեղ տեսնում ենք, որ փրկությունը դեռ մուտքն է մի գերնական կյանքի, որտեղ բացահայտվում է Աստծո գիտությունը, իմաստությունը։ Բազմակողմանի իմաստություն։ Այստեղ մենք թերանում ենք այս հարցում, որովհետև մարդ, երբ որ ապաշխարում է եւ իրան թվում է, որ ինքը փրկված է, իրեն թվում է, որ արդեն ամեն ինչ լավ է, մենք կարանք մեր գործով զբաղվենք, փրկությունը կողքից մեզ կօգնի, որ հետո հավիտենական կյանք մտնենք։ Բայց արի ուտես, որ փրկությունը դա մուտքն է այս տեսակ կյանքի, որտեղ բացահայտվում Աստծո իմաստությունը։ Շատ կարևոր է այս թեման, այդ իմաստը, որ մեր մեջ զարգացնի, այսինքն հասունություն ունենանք սիրելու այս գործառույթը մեր կյանքի մեջ։ Ես համաձայն եմ քո հետ, որովհետև այդպիսի միտք արտահայտողներ կան, որ ասում են լավ է, փրկված ենք, մեզ հերիքը ինչ կարիք կա մտնել խորությունների մեջ եւ այլն։ Ժամանակ չունենք, զբաղված ենք։ Խնդիրը նա է, որ ոչ թե մենք ենք մտնում խորությունների մեջ, այլ խորությունն է մեր մեջ մտնում։ Եվ դա պարտադիր պայման է, կարող ենք ասել սա, վերստին ծնվածի համար։ Չգիտեմ, պարտադիր է թե չէ, բայց վերստին ծնվածը դա իր կյանքն է, դա։ Ուրիշ կյանք հնարավոր չի վերստին ծնվածի համար, որովհետև վերստին ծնվածը իր մեջ ունի խորություն, որ խորունգություն է կանչում։ Այդպես է ասում Սամոսն է, խորությունը կանչում է խորունգություն, անդունդը կանչում է անդունդին։ Այսինքն համապատասխանություն կա այդ իմաստության այն Աստծո որդու հետ, որը կոչում ենք վերստին ծնունդ։ Այս համապատասխանության մեջ է, որ այս իմաստությունը հայտնվում է։ Այդ պատճառով է շատ կարևոր։ Եվ ոչ միայն ասացի, մեր համար է կարևոր, Աստծո գործը մենակ մեր համար չի բանից բացվում է, այլ մեր միջոցով անգամ հրեշտակներին հայտնվի իր բազմապիսի իմաստությունը։ Աստված իր գործը անում է, նա չի նայում իմ դուրը գալիս է թե չէ։ Կամ ես բավարարված եմ, բավարարված չեմ։ Դուք շատ լավ բան ասեցիք։
Հոմանես երբ շատ լավ խոսք ասացիք, որ կպավ սրտից ասացիք, որ Աստծո խոսքը ձայն ունի։ Դա նաև գիտական տեսանկյունով դա հաճախականություն է։ Ձայնը իր մեջ հաճախականություն ունի, որը երկնքից է գալի եւ այդ հաճախականությունը որսալու արդյունքում է, երբ որ մենք հասկանում ենք ձայնը, լսում ենք։ Այո, այդպիսի գաղափար կա, բայց ես ուզում եմ մնալ համենայն դեպս սուրբ գրքի տերմինոլոգիայի վրա, որտեղ դրա միջոցով առաջացել են տարբեր տերմիններ, որոնք քիչ ուշադրությունը շեղում են։ Մենք դա անվանում ենք, այո, Սուրբ Հոգով առաջնորդվել։ Իսկ Սուրբ Հոգին առաջնորդում է լինի տատանումով, լինի ձայնի վիբրացիայով, հաճախականությամբ կամ գերհաճախականությամբ կամ անբացատրելի հաճախականությամբ, ես չգիտեմ։ Իհարկե մենք գիտենք, որ մեր բնական կյանքը հաճախականություններով լեցուն է, եւ մենք մեր լսողությունը դիապազոն ունի, չափ ունի, ասենք 20 հերցից 20000 հերց լսելու։ Ներքևը ինֆրաձայն չենք լսում, ուլտրաձայն չենք լսում։ Դրանք կան։ Մենք գործիքներ ունենք, որոնցով լսում ենք կամ գործածում ենք ինչ-որ այդպիսի ձայներ ենք արտադրում, բայց մենք մեր սահմանափակված է։ Մի քիչ որ գնում ենք մյուս զգայարանին, աչքին, այնտեղ էլ ենք տեսնում, այնտեղ էլ են հաճախականություն, ասենք կարմիրից մինչև մանուշակագույն։ Դրանք էլ են էլեկտրոմագնիսական հաճախականություններ։ Մենք դա գիտենք, բայց դրանից ցածր ուրեմն ինֆրակարմիր ասենք ցածրը չենք տեսնում եւ ուլտրամանուշակագույնը չենք տեսնում, բայց դրանք էլ կան։ Դրանից վերեր կան, շատ վեր բաներ կան, ճառագայթներ կան, ալֆա, բետա, գամմա եւ այլն, X, չգիտեմ ինչ եւ այլն, որ մենք գործածում ենք, օրինակ ռենտգեն անելու ժամանակ, այդ ճառագայթները մենք գործում ենք, նրանք չենք տեսնում։ Եթե այսպես շարունակենք, օրինակի համար մենք գործածում ենք ինտերնետ, Wi-Fi եւ այլ դրանք շատ բարձր, գերբարձր հաճախականություններ են, որ մարդու ուղեղները կշփոթվի թե դա ոնց է հնարավոր, բայց եթե դա էլ շարունակենք, շատ մեծացնենք, ես ժամանակին մտածում էի, ասում էի, Տեր Աստված, միգուցե աղոթքը դա էլ մի տիրույթ է, որ տրված է մարդուն, ինչ որ շատ գեր բնական այդ հաճախականություն է, որ քո հետ է հաղորդակցվում, ինչու՞ չէ։ Բայց դա մեր ուզում ենք մենք այդ երևույթը ինչ որ ձևով բացատրել մեր իմացած երևույթներով, բայց մեր իմացածը շատ քիչ է դեռ։ Մեր գիտություն ասածը միկրոսկոպիկ է այն գիտության, որ ըստ էության գոյություն ունի ոչ միայն նյութական աշխարհում, տեսանելի աշխարհում, հապա անտեսանելի աշխարհում։ Ոստի մեր իմացածը դեռ փոքր է, եւ երբեք չփորձենք այդ մեծ Աստծուն բերել մտնել մեր փոքր մարդկանության մեջ եւ փորձել նրան բացատրել։ Անկարելի է։ Դրա համար միայն իր կողմից կարող է հայտնվել։ Ամեն։ Ոչ թե մեր կողմից բացատրվել, այլ իր կողմից հայտնվել մեզ։ Ինչը որ առաքյալը փապակում է սա եւ շարունակելով Կողոսացիս առաջի գլխի մեջ 7-ից կարտանք 7-ից 7:13 կդեպեցեք որքան կարևոր է առաքյալի համար այս իմաստության բացահայտումը հավատացյալների համար, որ ոնց որ ասացինք, հա, փրկը բացեմ լավ է, դրանից ավելի ինձ ինչ է պետք։ Բայց բանից վարվում է չէ, շատ կարևոր է, ոչ միայն ասացի, մեր համար, հապա նաև ամբողջ երկնքի իշխանության համար։ Ուրեմն, ասում է, ինչպես էլ սովորեցինք Եփափրասիցը, մեր սիրելի ծառայեկիցը, որ ձեզ համար Քրիստոսի հավատարիմ պաշտոնյա է, որ էլ պատմեց մեզ, ինչ պատմեց, ձեր սերը հոգով, շեշտված է, այնց մարդկային սեր չի։ Համարը կասեք, որտեղից էի կարդում։ Առաջի Կողոսացիս 7 համարից է կարդում։ 7 համարից մինչև 13։ Նրա համար ասում է, մենք էլ այն օրիցը հետ է, որ լսեցինք, որ սեր կա հոգով ձեր մեջ, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց եւ խնդրվածք մատուցանելուց, որ լցվիք նրա կամքի գիտությունովը
ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով կարևոր է զգում, որ այո, եթե այդ սերը կա հոգով, ուրեմն շատ կարևոր է եւ չեն դադարում աղոթելուց այդ նպատակի համար, որ նրանց տրվի սա եւ լծվեն նրանք, լծվեն ուղակի ոչ միայն փրկության գաղափարով, լծվեն նաեւ նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով, որ դուք գնաք ինչպես արժանի է Տերոջը ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործերով պատղաբեր լինեք եւ աճեք Աստծո գիտության մեջ, սա նշանակում է, որ առանց այդ իմաստության հնարավոր չի, ոչ աճել, ոչ էլ այդ գիտության մեջ բարի պտուղ բերել, ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ, իր փառքի զորության համեմատ, եղբայրներ քույրեր, այս խոսքերի ծանրությանը պետք է ուշադրություն դարձնել, ինչի համեմատ, օրինակ ինչի համեմատ, մենք կարող ենք երևակայել մեր աճը, մեր զորությունը, մեր բարի գործը, ոչ թե մեր գաղափարի կամ մեր չափանիշների համեմատ, այլ իր փառքի զորության համեմատ ամեն համբերության եւ երկայնամտության մեջ ուրախությունով համբերության երկայնամտության մեջ ուրախությունով այ հավատացյալ Հովանես ասենք դու պետք է մի բանի համբերես կամ երկայնամիտ լինես կրես տանես, բայց ուրախությունով Ոչ տավտունջով, այսինքն ահա ինչի համար է պետք է Աստծո գիտության իմաստությունը մենակ իմ փրկվածիները չի բերի սրան չենք կարող համբերելու պարագայի մեջ ուրախ լինել բայց այդ իմաստությունը ունենալով կարող ենք մենակ փրկության գաղափար ունենալով չենք կարող սա շատ կարևոր է Եվ առաքյալը դրա համար է կարևորեցնում եւ աղոթում նրանց համար Հովանես եղբայր, այստեղ մի փոքրիկ հարց տամ եւ գնանք առաջ այստեղ մենք նկատում ենք որ Պողոս առաքյալը Աստծո փառքը ասոցացնում է համբերության, երկայնամտության եւ ուրախության հետ կարող ենք այսպես այսինքն Աստծո փառքը դա համբերությունն է երկայնամտություն ուրախությունով եւ դա զորություն է այդ իմաստով մեր զորությունը Աստծո փառքի զորության համեմատ երբ որ նրա համեմատ ենք տեսնում այդ ժամանակ մեր մեջ այդ համբերությունը եւ երկայնամտությունը դառնում է ուրախությունով իհարկե Աստված իր փառքը ցույց տվեց իր համբերությունը, իր երկայնամտությունը, դա Սուրբ Հոգու պտուղ է։ Դա գերբնական Սուրբ Հոգու պտուղն է, բայց այդ պտուղի երկայնամտությունը եւ համբերությունը ոչ թե մեր եսի համբերությունը։ Ամեն, դա ուրիշ է։ Այո։ Աստծո վերստին ծնվածի համար է սա, Աստծո որդու մեծի եղող համբերությունը եւ երկայնամտությունն է, որ ես միշտ ասում եմ, կենաց ծառից է գալիս, գերբնական, ոչ թե բարի չարի գիտության սկզբում։ Կենաց ծառից եւ այնտեղից եկածը գերբնական է, Սուրբ Հոգունն է, ոչ թե մերն է, այսինքն Սուրբ Հոգուց ծնվածինն է։ Դա որտեղ նրանից ծնված է, նրա հատկություններ ունի, չէ՞, նրա Ամեն։ Գիտես ինչի տվեց այդ հարցը։ Այդտեղ կա ուրախություն, եղբայրս, այդտեղ կա գիտես սեր, ուրախություն, վարա, այդտեղ է այդ բոլորը։ Գիտեք ինչու այդ հարցը տվեցի, որովհետև շատ կարևոր է սա, որ շատ անգամ մենք, երբ որ ասում ենք Աստծո փառքը, մեր մեջ ուրիշ բան ենք կարծում, օրինակ ձայն ինչ-որ երկրաշարժ, ինչ-որ, չգիտեմ, sense ինչ-որ շարժումներ ենք, մեզ թվում է թե Աստված իր փառքը այդպես է ցույց տալու, այո, կա այդպիսի երևույթ, բայց այստեղ Աստծո փառքը
Այնքան ծածուկի մեջ է, այնքան երբեմն մեզ համար անկարևոր բանա դառնում, մտածելու կարիք էլ չկա, համբերություն, այսինքն երկայնամտություն, բայց արի ուտես այդտեղ է դրսևորվում Աստծո փառքը, այդտեղ է դրսևորվում զորությունը, որ ինձ գերբնական է, ես չեմ կարող դա Աստծուց է գալի մեջ։ Կներեք ընդհատեցի, բայց սա շատ կարևոր է։ Ես նորից կրկնեմ այն հիմնական հիմքերից մեկը, որը այս է, որ Աստծո փառքը իր էության ամբողջական արտահայտությունն է։ Շատ լավ ասեցիք, իր էության ամբողջական արտահայտությունն է, եւ այդ մասին խոսել ենք, իր էությունը սեր է, լույս է եւ հոգի է։ Սա է իր էությունը։ Ինչ է նշանակում իր սեր էության ամբողջական արտահայտություն։ Սա նշանակում է, որ այդ սերը ունի երկու կողմ՝ սիրել եւ սիրվել։ Երբ որ սերը պատասխանվում է սիրվելով, իր փառքի տրիումֆն է, հաղթությունն է։ Քանի չի պատասխանվում, այդ սիրո արտահայտությունը տառապանք եւ չարչարանք է, ինչը որ տեսնում ենք խաչի վրա։ Բայց երբ այն պատասխանվում է, որովհետեւ չի կարող չպատասխանվել, իրանից դուրս եկած սերը պարապ տեղը ետ չի դառնում։ Անում է այն, ինչի համար որ ուղարկվել է, հաջողում է իր ուզածը եւ վերադառնում է որպես սիրո պատասխան։ Նույնը իր լույս էությունն է, որ ես ներկայացրեցի ճանաչություն, լույսը ճանաչությունն է, որ ինքը ճանաչում է իրեններին, իրեններն էլ իրեն են ճանաչում։ Ուրեմն ճանաչվելը լրացվում է ճանաչվելով, սա էլ է իր փառքը։ Այսրանք շատ կարևոր են։ Եվ երրորդ, որ ինքը հոգի է եւ ծնում է, հոգուց ծնվածը, այդտեղ ինքը դառնում է հայր, ծնվածը որդի։ Եվ հետևաբար որդու վերադարձը դեպի հայր նորից իր փառքն է։ Այս է իր էության ամբողջական արտահայտությունը, իր փառքը։ Դրա համար երբ որ այս ձևով ես մոտենում հարցերին, որը մաս է կազմում Աստծո ծածուկ խորհրդով նրա իմաստության, ես մի փոքր երանգ տվեցի այդ իմաստության վերաբերյալ։ Դուք տեսնում եք, թե այդ իմաստությունը ինչ խորհուրդություններ ունի, եւ եթե այս խորհուրդությունները չլինեն, դժվար պետք է լինի մեզ, երբ որ պետք է համբերել ուրախ լինել, հնարավոր չի։ Եվ շարունակեմ այս տեքստը կարդալ եւս երկու համար, ասում է, որ աճեք Աստծո գիտության մեջ, 11 համարից, ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության եւ երկայնամտության մեջ ուրախությունով, այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգու պտուղը, եւ գոհություն տակ հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերու վիճակին լույսի մեջ, այսինքն ճանաչության մեջ, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռքով ունենք փրկություն նրա արյունովը մեղքերի թողություն։ Ահա փրկությունը որտեղ է։ Այո, իհարկե ունենք փրկություն, բայց դու տեսեք առաքյալի աղոթքը փրկությունը չի, նրանք փրկված են, նրանք սեր ունեն, հոգու սերը ունեն, նրանք այդ փրկվածների համար է աղոթում, որ Աստծո իմաստությունը եւ գիտությունը, լուսավորությունը նրանք ունենան, չբավարարվեն մենակ իրանց փրկված լինելով։ Ահա ինչու՞մն է։ Եվ նաեւ 28 համարը ուզում եմ ներկայացնել, որ նորից ցույց է տալիս նրանց հոգու մեջ եղող ցանկությունը, որպեսզի հավատացյալները դա ունենան, նույն գլխի ուրեմն Կողոսացիս 1:28-ը ասում է, որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով, ամեն իմաստությունով, որ ամեն մարդի կատարյալ կանգնեցնեն Քրիստոս Հիսուսումը, որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով
ուշադրություն ճիգ թափելով նրա ներգործության չափովը, որ ինձանում ներգործում է զորությունով։ Եղբայրներ քույրեր, ջանք թափելը, ճիգ թափելը մեր եսի ուժով չի։ Ամեն անգամ, երբ որ կարդում եք ջանք արեք, այս արեք եւ այլն, մի գնացեք ձեր մեղավոր բնույթով փորձել մի բան անել։ Դա անկարելի է։ Հաստատ։ Անկարելի է, թողեք ձեր մեղավոր բնույթը խաչի վրա մնա։ Նրան մի զարթնացրեք նորից, որ ինչ-որ բան անի։ Թույլ տվեք վերստին ծնված Աստծո որդին հոգու ներգործության չափով տրված ճիգը ջանքը գործադրի։ Սա Սուրբ Հոգու ջանքն է, Սուրբ Հոգու էներգիան է, երանդն է, երанд է տալիս, հասկանում եք, սա է։ Ուրեմն կարևոր բաներ են սրանք, շատ կարևոր բաներ են, որպեսզի մենք հաշվի առնենք մեր հոգևոր կյանքի ընթացքում։ Նաև այս Կողոսացիս երկրորդ գլխի մեջ առաջինից 3-ը ասում է. «Վասնզի կամենում եմ, որ գիտենաք դուք, թե ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար», նույն ճիգն է, նայեք, «եւ լավոդիկացիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել», չեն էլ ճանաչում իրար ֆիզիկապես, «որ նրանց սրտերը մխիթարվին սիրով միացած եւ կատարյալ իմաստության ամեն ճոխությանը հասնեն», այսինքն Աստծո եւ Հոր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու, խորհուրդ կա, գաղտնիք կա սրա մեջ, իմանալու, որի մեջ ուշադրություն, որի մեջ ծածկված կան իմաստության եւ գիտության ամեն գանձերը։ Դերաստոտոսում են, օքեյ, հիմա ուր ենք գալիս, հասկանում եք, երբ որ առաքյալը շատ երկար բարակվեց չի բալ, կոնկրետ ասում է մնացած հայտնությունը Սուրբ Հոգին պիտի տա։ Տեսնում եք ինչ կարևորություն կա այստեղ, ես հիմա չեմ բացատրել ամեն ինչը, բայց գիտեմ, որ նրանք ովքեր փնտրող են, այսինքն Աստծո որդի են, իրենց հոր երեսն են փնտրում, անպայման այդ բազմիմաստ իմաստության մաս կկազմեն, եւ սրա անհրաժեշտությունը ոչ միայն մեզ համար է այս երկրագնդի վրա, սիրելիներ, հապա նաեւ ամբողջ երկնային համակարգը սպասում է, որ եկեղեցու միջոցով հայտնվի այդ իմաստությունը նրանց էլ։ Ամեն։ Ահա ոնց են ասում, լայնությունը, խորությունը, բարձրությունը էս ամեն ինչի, ծավալը, այսպես ասած, հա, այդ ամեն ինչի։ Եվ գանք ուրեմն դրա հիմա գործնական կողմին եւ ավարտենք։ Ուրեմն Հակոբոս 3-րդ գլուխ, Հակոբոս 3, մի հատված կարդանք եւ դրանով ավարտենք։ 13-ից 17։ Ով է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով։ Իմաստության հեզությունով, որտեղ եթե ուրիշ իմաստությունը, դրա հեզությունը պետք չի, դա կեղծավորություն։ Բայց եթե դառը նախարց, ասիկ հիմա կբացատրի, դառը նախանց եւ հակառակություն ունեք ձեր սրտերումը, մի բարձենակ եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ, այս իմաստությունը վերևից իդած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական է։ Որովհետև ուր որ նախանց եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Բայց վերին իմաստությունը շատ եմ սիրում այդ խոսքը։ Նախ եւ առաջ սուրբ է եւ հետո խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասեր եւ անկեղծ եւ արդարության պտուղը խաղաղությունով է սերմանվում նրանց համար, որ խաղաղություն են անում։ Ահավասիկ այդ իմաստության գործնական կողմը, այդ իմաստությունը նաեւ վարք է, կյանք է, Աստծո որդու կյանքն է։
եւ սրա մեջ է որ պետք է Աստծո որդին աճի, մեծանա, սիրի եւ մեր Տերոջը նմանվի։ Ամեն։ Որտեղ նա է իրականում իմաստությունը, ինչպես կարծացիք, նա մեզ համար եղավ այդ իմաստությունը եւ արդարությունը, եւ սրբությունը, եւ փրկությունը։ Թող իր անունը փառավորվի, Ավիտյան։ Ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Համանայ եղբայր, շատ շնորհակալ ենք։ Իրոք գիտեք այս համարը որ կարդացիք, որ Պողոս Առաքյալը գրում է, որի համար էլ աշխատում եմ ճինք թափելով, նրա ներգործության չափով, որ ինձանում ներգործում է զորությունով, եւ այդ վերջին համարը փաստորեն ինչա կատարվում, ընդհանուր ինչ որ ես հասկացա, սա է, որ մենք ձեռք ենք բերում Աստծո գերբնական ծածուկ իմաստությունը իր ամբողջ փաթեթով, այսպես ասած, եւ դա ինքնանպատակ չի, եւ դա է, որ մեր մեջ ներգործում է, ես այսպես հասկացա, այդ իմաստությունը մեզ ներգործում է գործնական տեսանկյունով, երևելի ձևով, այդ երկնային իմաստության հատկանիշները, չէ, ինչ որ կարդացիք Հակոբոսի մեջ, դա 3-րդ գլխի 13-ից 17-րդ խոսքերում, եւ սա նաեւ այն իմաստով, որ ցուցիչ է, փաստորեն ինչ է կատարվում։ Եթե ես վերստին ծնված եմ, փրկված եմ, ուրեմն այս հատկանիշները իմ մեջ պետքա դրսևորվի, որը հակառակ է այս աշխարհին, ինչպես կարդացիք, մարմնավոր իմաստություն եւ հոգեվոր իմաստություն, երկնքից իջած իմաստություն։ Եվ սա պետքա մեր մեջ նկատում եք, որ այդ իմաստությունը երկնքից իջած, էլի հարաբերությունների հետ կապված է։ Օրինակ, խաղաղարար, անկողմնակալ, հեզ, հլու եւ այդպես շարունակ, ինչ գեղեցիկ հատկանիշներ են։ Եվ սա վերջին, այսպես ասած, խոսքով կարելի է համարել հենց սա է, որ ներկայացնում է Աստծո փառքը երկրի վրա եւ Աստծո գերբնական իմաստությունը ցուցադրում է, այսպես ասած, հա, շատ հետաքրքիր է։ Մենք դառնում ենք դրա ներկայացուցիչ ինչ-որ ձևով։ Ուրեմն ոչ միայն դա, Աստված միայն դրա համար չի այդ ամեն ինչը արել։ Ես քիչ առաջ դրա համար ասեցի, դրա կարևորությունը ոչ միայն երկրի վրա մեր համար է, այդ վերին իմաստության վարդը, այո, նպատակը նաև ամբողջ երկնային համակարգի համար է, որ միայն մեր միջոցով, եկեղեցու միջոցով կարելի է որ հայտնվի։ Ամեն։ Դա շատ կարևոր, այո։ Եղբայր, սա չի կենտրոնացնում մեզ մեր վրա եւ մեր եկեղեցու վրա։ Այո։ Դա ամեն սահմանները քանդում է, ամեն սիստեմ քանդում է, հարանվանական սիստեմ քանդում է, որպեսզի իմանանք, որ այս Աստված իր եկեղեցին որ կառուցում է, Քրիստոս որ իր եկեղեցին կառուցում է իր ով լինելու հայտնության վրա, երկնային հայտնության վրա։ Իմանան, որ սա ոչ միայն եկեղեցու իր մարմնի համար է, այլ այդ իր եկեղեցի, իր հարս, իր մարմնի միջոցով նաև ամբողջ երկնային համակարգի համար է, որ մեզմով հայտնվի, նպատակը ավելի բարձր է, քան մեր կարծում ենք։ Այո, ճիշտ ես։ Ես դրա համար այս ծածուկ իմաստության խորհուրդը իր մեջ պարունակում է այս ամեն ինչը։ Թող Տերը օրհնի եւ առաջնորդի բոլոր ներկայացներին։ Շնորհակալ ենք Հովհաննես եղբայր։ Փաստորեն ինչ մի միտք էլ մեջս եկա ուզում եմ արտահայտվեմ։ Այն ինչ որ մեզ համար շատ փոքր է, շատ քիչ է, երբեմն թվում է թե շատ հասկանալի է, բայց արի ուտես որ դա շատ մեծ է եւ շատ կարեւոր է եւ լուրջ հետևանքներ կարող է թողնել տիեզերքի մակարդակով, այսպես ասած, երկնայինների մակարդակով։ Ու այստեղ հիշեցի Հիսուսի այս խոսքը, իզուր չէր, որ Հիսուս ասում էր. նմանվեք ինձ, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Փաստորեն
ամբողջ աստվածային, այսպես ասած, ծածուկը տեղավորված է այս կարևոր արժեքի մեջ լինել խոնար եւ հեզ։ Սա շատ հետաքրքիր է։ Փաստորեն գաղտնիքները հենց դրա մեջ է պարունակում։ Չգիտեմ, թեմայի մեջ է թե չէ, բայց խենթանալու բան է սա։ Այն որ անտեսված է մարդիկ շրջանցում են սա, բայց արիտես որ ամեն ինչ հենց այս կետից կարող է սկսվել։ Չգիտեմ, թեմայի մեջ է թե չէ։ Մենք այդպես ենք կարդում եւ նրան ում որ որդին կուզե հայտնել նրանց ովքեր որդին ուզում է հայտնել բնական է որ դրանք իրենն են դրա համար է ուզում հայտնել նրանց ասում է հիմա եկեք եւ սովորի հոգնաբերնավորված եք ինչ է դուք որ ձեզ հայտնել եկեք եւ ընտանիք սովորեցեք այդ հեզությունը եւ այլն եւ ձեզ կհայտնեն որ հայր ունեք եւ դուք կճանաչեք այդ հորը իր իմաստությունով հանդերձ եւ ձեզանով նաեւ կհայտնվի այդ հրեշտակների սպասելիքը նրանք ակնկալությունով սպասում են երբ պետք է Աստծո որդիների հայտնվելը լինի որպեսզի իրենց համար էլ ինչ որ բան փոփոխվի ես չգիտեմ ինչ են ակնկալում չեմ կարող ասել բայց այն փաստը որ Աստվածաշունչը մեզ ասում է որ նրանք էլ են սպասում Աստծո բացմակողմ իմաստությունը հայտնվելուն եկեղեցու ձեռքով սա փաստ է ես չեմ ասում հասել եմ չեմ ասում ունեմ բայց սիրում եմ այս ճանապարհը ես սիրում եմ սա չգիտեմ ինձնից ինչ կպահանջվի եւ ինչերի միջով կանցկացնի ինձ Տերը չգիտեմ պատրաստ եմ թե չէ բայց մի բան գիտեմ որ սիրում եմ այս ճանապարհը ինձ դուր է գալի կուզեմ որ Տերը անցկացնի ինչ էլ որ պահանջվի Տերը ուժ է տալիս պես Արիալ չէ, բայց հետին բանները թողել եմ, դեպի առաջն եմ, նպատակին եմ նկրտում, որից էլ բռնվել եմ, նրանից, Քրիստոսի։ Այո, սա հաճելի է, սա, չգիտեմ, ցանկալի է, սա նպատակ, գերագույն նպատակ թող լինի մեր կյանքի մեջ։ Հովհաննես եղբայր, շատ շնորհակալ ենք այս թեմայի համար։ Ամենամեծ պատիվը, չգիտեմ, կյանքի լիարժեք լինելը Ես վստահ եմ, որ այն սրանով է պայմանավորված այն մարդու տեսակի մեջ, ով որ նպատակ է դրել իր կյանքի մեջ, ճանաչել Աստծուն, ունենալ այդ իմաստությունը, Աստծուց ուղարկված եւ լինել այն, ում որ Տերը այն տեսակ, ում որ Տերը կասի, սա եմ սիրելի որդին, որին ես հավանում եմ։ Ալելույա։ Շնորհակալ եմ Հովհաննես եղբայր։ Տերը քեզ շատ օրհնի, օրհնված եւ հաջողված եղիր։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը այսօր եւ ես վստահ եմ, որ ինչ որ բան դու քո համար վերցրեցիր այսօր, այն խոսքը, որը Տերը պատրաստել էր, դա հենց քեզ էր վերաբերվում։ Եվ ինչու՞ չէ, նաեւ ինձ եւ մեզ բոլորիս։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։